Երեխաս 2 տարեկան է, բայց դեռ չի խոսում։ Երեխաս 3-4 տարեկան է, բայց իր ասածը դժվար է հասկանալի, կամ պարզապես 1-2 բառերով է ասում իր ցանկությունը, մատով է ցույց տալիս իր ուզած բանը, չի ուզում խոսել։ Անհանգստանամ, թե ոչ։ Այսպիսի հարցերով հաճախ է ծնողները դիմում եւ իրականում վերջին շրջանում շատ տարածված խնդիր է սա մեր հասարակության եւ ընդհանրապես երեխաների մեջ։ Այսօր եկեք հասկանանք, թե ինչ է խոսքի հապաղումը եւ երբ պետք է անհանգստանալ։ Նշեմ, որ ես հոգեբան եմ, սակայն ես այս նյութը չեմ պատրաստել դիագնոզ տալու համար, պարզապես ծնողներին ծանոթացնելու համար է նյութի, եթե դուք նկատում եք, որ ձեր երեխան խնդիրներ ունի, անպայման խոսեք գրամական բույժի եւ անհրաժեշտ մասնագետի հետ։ Ուրեմն հասկանանք, թե ինչ է խոսքի հապաղումը։ Խոսքի հապաղումը դա սպասվածից ավելի ուշացած խոսքն է, երբ մինչև 12 ամսական երեխան չի արտաբերում տարբեր հնչյուններ, երբ մինչև 2 տարեկան երեխան դեռ բառեր առանձին չի ասում, մինչև 3-4 տարեկան երեխան չի կարողանում պարզ նախադասություններ ասել։ Այստեղ մենք գործ ունենք խոսքի հապաղման հետ։ Խոսքի հապաղումը բավականին մեծ ազդեցություն ունի երեխայի զարգացման մեջ, քանի որ խոսքը, բանավոր խոսքը, դա ինֆորմացիան ընկալելու, հասկանալու եւ մարսելու համար մեծ կարևորություն ունի։ Ինչ է դա նշանակում, երբ երեխայի խոսքը շատ սահմանափակ է, այստեղ խնդիր է առաջանում ինֆորմացիան հասկանալու, ընկալելու եւ մարսելու մեջ։ Եվ հիմնականում սա ազդում է հետագայում ինտելեկտուալ զարգացման վրա մարդու, նրա այսպես աշխարհ ճանաչողության եւ այլնի եւ այլնի։ Ուրեմն խոսքի հապաղման հետ կապված հիմնականում պատճառները տարբեր կարող են լինել, կան կենսաբանական պատճառներ, կան երեխաներ, որոնք պարզապես ավելի ուշ են սկսում խոսել, բայց հիմնականում խնդիր առաջանում է, երբ կենսաբանական պատճառները համընկնում են շրջակա միջավայրային պատճառների հետ եւ միասին ստեղծում այս միջավայրը, որը ազդում է երեխայի խոսքի վրա։ Ուրեմն կենսաբանական պատճառներից դուրս կարող է լինել երեխայի հնարավոր է խլություն կամ ականջի բորբոքում փոքր տարիքում, որը ազդել է նրա լսելու կարողության վրա։ Կարող է նաև լինել շատ էկրանների դիտում, պասիվ էկրանների դիտում, որի արդյունքում երեխայի խոսքը չի կարողանում զարգանալ այնպես, ինչպես պետք է։